Ողջույն սիրելի բարեկամներ, ողջույն սիրելի հայրենակիցներ, այսօր մի քիչ թեժոտ է լինելու մեր եթերը, խնդրեմ, որ միջև վերջ մնաք, որ ասում անկեղծությամբ, հա, եւ եկեք այսօր հրավիրենք Պաշտպանության նախարարությունը, կարևոր հայտարարություն ունենք Պաշտպանության նախարարության համար, հրավիրում ենք նաեւ Ալեն Սիմոնյանին եւ ընդհանրապես երկրի իշխանությանը, այսօր հաշվեք ձեր օրն է, շաքերտների մեջ ասած, հա, իմ եթերում, ուրեմն սկսենք ինձ համար ամենակարևոր թեմայից, հա, պաշտպանության նախարարություն, ուրեմն նայեք, ինձ հասել են լուրջ մտահոգություն առաջացնող տեղեկություններ մեր սահմանապահ տղաների ծառայության պայմանների վերաբերյալ։ Ուրեմն խոսքը վերաբերում է նրան, որ որոշ հատվածներում ըստ ինձ փոխանցված տվյալների խնդիրներ են առաջացել հերթափոխի կազմակերպման եւ կենցաղային ապահովման հետ կապված հարցերում։ Ուրեմն իհարկե ես այս տեղեկությունները ստանում եմ աղբյուրներից, որոնք ինձ համար վստահելի են եւ դրա համար էլ բարձրաձայնում եմ այս հարցը եւ ուզում եմ նաեւ հավելել, որ միևնույն ժամանակ հաշվի առնելով թեմայի զգայունությունը ես չեմ հրապարակում կոնկրետ տեղանքներ եւ այլ մանրամասներ, բայց հույս ունենամ, որ դուք արդեն հասկացաք խոսքը ինչի մասին է, հա, եւ ինչպես լուծել այս խնդիրները։ Սա այն հարցն է, որի շուրջ պատասխանատու մարմինները պետք է հստակ արձագանքեն եւ պարզաբանեն իրավիճակը։ Ես հետևելու եմ այս թեմային որպես իհարկե հայ մարդ, հա, եւ ակնկալելու եմ, որ այն կլուծվի հնարավորինս արագ կերպերով։ Մեր զինվորների պայմանները քննարկման թեմա չեն կարող լինել։ Սա սենց եւ սա այն թեման է, որի շուրջ մենք իրոք Պաշտպանության նախարարություն սպասում ենք ձեր հստակ քայլերին։ Անցնենք առաջ, ուրեմն անցնենք Ալեն Սիմոնյանի հայտարարությանը։ Մենք ասացինք, որ Ալեն Սիմոնյանին էլ ենք հրավիրում, որտեվ սա որերորդ անգամ է մենք լսում ենք Ալեն Սիմոնյանի կամ ընդհանրապես իշխանության այս հայտարարություններին, բայց գիտեք ինչ կա, այն որ ասում է չի կարելի այսքան ոնց արտահայտվենք, որ վիրավորական չհնչի, բայց այսքան ամփույթ մոտենալ մեր հանրությանը եւ ինչ դուք մտածում եք մենք չգիտենք կամ մենք չենք տեսնում։ Ուրեմն որտեղ էր այստա, հեսա, պարոն Սիմոնյան, մատ լսենք։ Ադրբեջան, Հայաստանի տարածք մի քանի տեղ առաջ են ադրբեջանցիները, ես պնդում եմ, որ չդեմարկացված եւ դելիմիտացված սահմանի վրա ինչ որ տեղեր, նաեւ 90-ականներից սկսած, հետ մենք ենք առաջ։ Հայաստանի Ահա, լավ, լսեցինք, պարոն Սիմոնյան, այո, ինչ որ տեղեր մենք ենք առաջ, բայց որ նայում ենք, թե ինչքան են իրանք առաջ եւ որտեղ ենք մենք առաջ, հա, կարելի ասել ոչ մի տեղ էլ ուրեմն էլ առաջ չենք, որտեղ այնքան ինչքան իրանք են առաջ, սա մի հատ լավ եկեք մի հատ նայենք էլի, որտեղ ես, չգիտեմ, զսպում եմ ինձ ճիշտն ասած, եկեք մի հատ իրար հետ դիտենք, ուրեմն ես մի հատ փոքրացնեմ սա, տեսնում եք, չէ, ուրեմն ես բացատրեմ, պարոն Սիմոնյան եւ իհարկե մեր հետևորդներին, որը որ կապուտա մենք ենք առաջ, որը որ կարմիրա իրանք են առաջ։ Ուրեմն Սյունիքից սկսենք։ Սյունիքի հատվածում ինչպես տեսնում եք, սա ադրբեջանական ուժերն են, որոնք որ ներխուժել են Հայաստանի տարածք։ Իդեպ սրանք նոր դիրքեր են իրանց համար, որտեվ այս դիրքերը գոյություն չունեին, երբ որ Արցախը մեր վերահսկողության տակ էր։ Արցախի կորստից հետո Սյունիքի այս հատվածում նրանք առաջացել են մեր տարածք։ Նույն որ ասում եմ մենք էլ ենք ինչ-որ միտեղ առաջ, Նախիջևանի ուղղությամբ մնացած փոքր տեղ մենք ենք առաջ, որը որ 90-ականներից մնացած տարածք է։ Ուրեմն, եթե մի քիչ վերև հետանք, հարգելի պարոն Սիմոնյան, կտեսնենք, որ նույնպես Սև լճի մոտ են իրանք եկել առաջ, այսպիսի տարածք են վերցրել, հա, տեսնում եք, այստեղ նույնպես միջև այստեղ էլ հենց իրանց դիրքն է, տեսնում եք, ես մոտիկ բերեմ, տեսնում եք դիրքը։ Հարգելի պարոն Սիմոնյան, տեսնում եք։ Նայեք ինչքան են մեր տարածք մտե, մենակ այս հատվածներում, այս ձև սենց Սյունիքի այս հատվածներում ստեղել մենք հլը որ մի հատ կապուտ ենք, չէ՞ նայել, էսա չէ մեր կապուտը։ Ստեղել, պարոն Սիմոնյան, սրանք նոր դիրքեր են, գիտեք, սրանք 90-ականներին չեն եղել, որտեվ այս բոլորը նոր
դիրքեր են ադրբեջանական զորքերը ներխուժել են հայկական տարածք եւ այս բոլորը իրանք վերցրել են։ Նույնն էլ այս հատվածում պարոն Սիմոնյան ասենց վերևից որ լավ տեսնեք, հեսա ջերմուկին էլ կմոտենանք, տեսեք, ահա, այսպես ներխուժել են հայկական տարածք, այս է իրանց դիրքը, նայեք, ահա, սա ադրբեջանական դիրք է հայկական տարածքում, պարոն Սիմոնյան, հա, մենք հեսա կտեսնենք, вообще դիրք ունենք իրանց տարածքում, սա էլ իհարկե ջերմուկի դեպքերից հետո այսքանն էլ սենց մի քանի քայլ են ջերմուկից, էլի, ստե չգիտեմ ինչքան է, 3 կիլոմետր, 4 կիլոմետր, պարոն Սիմոնյան, տեսնում եք, էլ ջերմուկը կարելի ասել անվտանգ չի, նայեք ինչ ահռելի տարածք նրանք մտել են այս սաղ ճանապարհները որ կա, որ սենց խուզել են անտառը, սենց եկել են եւ այս դիրքերը բոլորը ադրբեջանական դիրքեր են։ Ուրեմն, հեսա մենք Վարդենիսի կողմն էլ կեթանք, Ստե Նախիջևանի կողմից կա, նայեք մեր կապուտները, նայեք, մի հատ սարի գլխին 90-ականներից, որ սենց ապահովության համար մերոնք առաջ են գնացել, էսա, բայց նույն տեղում էլ էլի Նախիջևանի հատվածում իրանք են առաջ։ Հիմա մի հատ համեմատենք, պարոն Սիմոնյան, մի հատ այսքան տեղը համեմատենք, հեսա էլի վերև եթանք։ Տեսնում եք, ինչքան են իրանք առաջ եւ ինչքան են մերոնք առաջ։ Կարելի ասել ինչը որ մենք առաջ ենք, համարյա թե ոչի բանա։ Վարդենիսի կողմից, նայեք, պարոն Սիմոնյան, սրանք բոլորը, ինչ եմ ես ձեզ սա ցույց տալի, որտեվ սրանք բոլորը նոր դիրքեր են, սրանք չեն եղել, այս ամենը եղել է ձեր օրով ա եղել, այս սրանք բոլորը, որ սենց ներխուժել են, եկել են մեր տարածք, այս սրանք նոր ադրբեջանական դիրքեր են, որը որ, սենց բան չէ, այն մերոնցի նման են, որ սաղմանս տեղած, չգիտեմ, ստե մի հատ սարկա, ստե հելել են, սարքել են, ասում ես լավ, իրանց բանով, հա, բանա, դիրքը, նես լավ տեղա, բարձր տեղա, վերահսկող տեղա հելել են, չէ՞, սրանք ներխուժել են, մտել են, հասել են, նայել ուր։ Էսի նոր մեր դիրքն է։ Դուք պատկերացնում եք, ստեղ, պարոն Սիմոնյան, քանի հատ կապուտ եք դուք տեսնում։ Ստեղ, պարոն Սիմոնյան, նայեք, հերիք է այդպիսի մանիպուլատիվ հայտարարություններ արեք, ինչ որտեղ մենք ենք առաջ, եւ գիտեք ամենացավալին որն է, պարոն Սիմոնյան, հիմա ես ձեզ ցույց կտամ, էս էլ նայենք, ճիշտ ասած, էսի չգիտեմ նորա թե 90-ականներից է այս հատվածը, բայց ուրեմն այս հատվածները 90-ականներից են եղել, բայց այստեղ ուրեմն այս ոսկեպարի կողմում ինչ եղավ, արեցիք սահմանազատում, ճիշտ է, արեցիք։ Շատ լավ է, ես իհարկե սահմանազատմանը եւ այդ գործընթացին կողմ եմ, բայց այն դեպքում, որ եթե մենք ինչ-որ մի բան տալիս ենք, տեղը մի բան պետքա վերցնենք, ինչը որ մերն է։ Մենք դուրս եկավ այս եռանկյունը, որը որ հիմա կասեն ստե մենք ենք առաջ, Ժողովուրդ ջան, մենք ստե էլ առաջ չենք։ Այստեղը մենք հանձնել ենք, այս եռանկյունը մենք հանձնել ենք, սահմանազատում ենք արել եւ ցենք լոգիկայով ինչ կներ, որ այս եռանկյունն էլ մենք վեկալ ենք, չէ՞։ Ոչ, չենք վեկալե։ Պարոն Սիմոնյան, չենք վերցրել։ Այսինքն ինչը որ ադրբեջանցիներին պետք էր իրենք վերցրեցին, մենք ինչ ստացանք, այդ չգիտեմ, մի 12 կիլոմետրանոց սահման, հա, այն մնացած տեղերով կարող ներխուժեն Հայաստանի սահման, հա։ Չնայած որ պետք կլինի, տղով էլ կներխուժեն։ Մի բան էլ ես ուզում եմ ասեմ, սիրելի բարեկամներ, որ դուք իմանաք եւ հասկանաք, ուրեմն այստեղ մեկ վարքյան այստեղ այս դիրքը, տենում եք, այստեղ մի հատ բլուր կա, ուրեմն այս բլուրի դիրքը մերն էր, հայկական դիրք էր, այս բլուրը, այսինքն բարձրունք է, պարոն Սիմոնյան, դուք էլ լսեք, այս բարձրունքի դիրքը մերն էր, դուք շատ լավ գիտեք, որ մերն էր, ճանապարհն էլ երևում է, որ մերն է, մտնում է մեր տարածք, ինչպես գիտեք, ահա, էսի իրանց կողմներ ընկնում, մեր տարածքն է, բայց իրանք վերցրել էին, այստեղ մենք էինք վերցրել, մի խոսքով, էսյանը մերոնք են, էսյանը իրանք են, ու այս բլուրը, որ նոր ցույց տվեցի, այս բլուրի բարձրունքը մեր տղեկի դիրքներ, մերոնց դիրքներ, այսինքն վերահսկում էր ողջ այս տարածքը, այս բլուրից բան էին անում, վերահսկում էին մերոնք։ Այս վերջերս ինչա դուրս գալի, պարոն Սիմոնյան, որ մերոնք այս դիրքը թողում են, իջնում են, այսինքն այս դիրքը հանձնում են եւ այստեղից, այս կողմերից, ինչ որ մի հատ, չգիտեմ, էսեր թե էսեր, դուք հետո կուղեք, եթե ճիշտ գտնեք, էսեր կամ էսեր կամ հենց այս դիրքը հանձնում են,
ադրբեջանցիք մտո փոխանակում են անում էլի, ուրեմն մերոնք այս վերահսկող դիրքից իջնում են, թուրքերը չգիտեմ, էսեր կամ էսեր այս դիրքը մի խոսքով տալի, թողում հետ են եթում, ըստեղից սենց ընդհանուր, բայց ընդհանուրն է չի, որ Եռանկյունից հետ են գնացել, իրենք էլի էսյաներն են, էսյաները թողելն են։ Այսինքն վերահսկող դիրքը մենք տվեցինք, դեմը ոչի բան չվերցրեցինք, ոչի բան, մի հատ դիրք, որը որ մեզ պետք էլ չէր, որտեվ այս դիրքը ավելի կարևոր էր, քան թե այս հարթության վրա գտնվող ինչ-որ այս դիրքը։ Լավ, եկեք էսի վերցնենք, էս էր, որտեվ այս ազնվությամբ ասում եմ, չեմ հիշում, էս էր, այս ձև թե ինչ-որ մի հատ բաներ, որ իրանք տվե գնացել են։ Ընդհանուր առմամբ Եռանկյունին է, այս Եռանկյունին էլի մնացել է իրանց վերահսկողության տակ։ Մենք տվել ենք վերահսկող դիրքը, իջել ենք հարթության վրա, այսինքն ստեղ հիմի էլի թուրքերն են նստած այստեղ եւ իրանք հիմի ավելի լավ են վերահսկում բերքաբերը։ Լավ է։ Այն ժամանակ բերքաբերը եթե ապահոված էր գոնե այս դիրքով, հիմի էս էլ ենք տվել թուրքերին։ Տեղը ինչ ենք վերցրել, ստե ինչ որ մի բան, էսյաները, ստե ինչ որ մի բան։ Այսքան բան։ Էս էլ որ պարոն Սիմոնյան, ամեն անգամ երբ որ հելնեք դες բան ասեք, մի 5 անգամ մտածեք, որտեվ հերիք է լավ, չի կարելի։ Այդ որ մենք ձեն չենք հանում, որ ռուսական էս հակապետական ուժերի այն որ ասма ջրաղացին ջուր չլցենք, սա չի նշանակում, որ ամեն անգամ կելենք ինչ որ միտե մենք ենք առաջ, ինչ որ միտե իրանք են առաջ։ Ստեինք առաջ մի քիչ, այս էլ ապահովության համար ոսկե բարի, էսի արդեն տվել ենք։ Տեղի ինչ ենք վեկալե, ոչի բան։ Եվ ընդհանուր Հայաստանի քարտեզին որ նայում ես, սաղ տեղերը թուրքը եկել է առաջ, մենք որտեղ ենք առաջ։ Ըստ է 90-ականներից մնացած այս սարի բլուրը սկի մի կիլոմետր էլ չի լինի երևի։ Էսի սենց, էս էլ սենց պատասխանենք Ալեն Սիմոնյանին։ Ժողովուրդ ջան։ Էսի իրականությունն է։ Էսի իրականությունն է եւ պարոն Սիմոնյանը թող հաջորդ անգամ լավ մտածի նոր այսպիսի արտահայտություն։ Գոնե ճիշտն ասեք, այո, տես բան կա, բայց հիմա դիվանագիտական ուժերով փորձում ենք վերականգնել մեր սահմանները եւ այլն եւ ոչ թե մենք էլ ենք առաջ, իրանք էլ են առաջ, մարդիկ կմտածեն, չգիտեմ, սենց 50-50 է, էլի, սենց մոտավորապես ինչքան մենք ենք առաջ, այնքան էլ իրանք են առաջ։ Ոչ, իրանք առաջ են, մենք առաջ չենք։ Իրանք շատ առաջ են։ Եվ գեր մեծամասնություն տեղերում նոր դիրքեր են, թուրքական նոր դիրքեր են, որոնք որ տեղի են ունեցել ձեր օրոք։ Եվ դա Արցախ չի, դա Հայաստանի Հանրապետություն է, պարոն Սիմոնյան։ Էսի սենց, հիմա անցնենք հաջորդ հարցին, ժողովուրդ ջան, հաջորդ հարցը ոնց էր ասում, բայց մնացեք պարոն Սիմոնյան, չէ՞ թե որտեղ սա էլ ձեզ վերաբերվում է արտիք կառավարությանը, ուրեմն Viber-ից ինչ որ կոչվող բարձվում է, ես սրա մասին вообще տեղյակ չէի։ Ինչ որ տենց կամպանիա կա, որը որ Հայաստանում այդ դրանով կարող ես առնես, ցախ մի խոսքով սենց կարճ ասած Amazon-ի ինչ որ կոպի տեսակն է, հա, սենց Amazon-ից վեկալ է կոպի են արել ու էդի ռուսական տեսակն է։ Ինչա բարձվում, հիմա դες ռուսական ուժերը որ ակտիվացել են եւ ուզում են զավթեն Հայաստանը, հա, սենց ամեն ձևով ուզում են խեղճացնեն էլի Հայաստանին, ջերմուկն են փագում, չգիտեմ, ինչ-որ ճանապարհներին են խնդիրներ առաջացնում, հիմա էլ այդ Viber-ից են փագում։ Մտես չեք կարող օգտագործել կամ դժվարացնում են եւ այլն։ Բայց այսքան ժամանակ մեզ խոսք էիք տալի, ամեն անգամ ասում էիք, որ չգիտեմ, տնտեսությունը դիվերսիֆիկացնում եք, բա ինչի մի հատ չեք կարացել, մի հատ չգիտեմ, Amazon-ի եղածը ինչ է, մի հատ կանչեիք նորմալ պայմաններ առաջարկեիք, որ Amazon-ը սկսի Հայաստանի հետ էլ աշխատի։ Որն է պրոբլեմը։ Որն է պրոբլեմը, պարոն Սիմոնյան։ Դե ասեք, ինչու այսքան ժամանակ մի հատ սովորական հարց չեք լուծել։ Դիվերսիֆիկացիա, ուր է դիվերսիֆիկացիան։ Միայն ցենց որ ասма բարձր խոսակ, գործ արեք։ Էդ էլ թո համացանցով է աշխատում։ Ինչ է իրանց պետք, մի հատ դեպոսիտ, մի հատ տեղ, հա դեպոսիտ ոնց էին ասում հայերեն, որ իրանց գան, իրանց ապրանքները կարողանան լցեն, հա, պահեստ։ Մի հատ պահեստ է, բան, հա, լոգիստիկ ճանապարհներն եք լուծում։ Հարմարավետ եւ վերջ Amazon-ը հանգիստ գա կաշխատ։ Ինչի՞ չեք անում։ eBay-ի հետ էլ չեք անում, չգիտեմ Հայաստանում ոնց են էդի ասում։ Չնայած էդի մի քիչ ման է, ասենց էսյանեյան, որտեվ այդ մի քիչ քցոցի կա, բայց հաստատ ոնց է չլինի, այդ Viber-ից լավն է։ Ֆինական կամպանիաներ կան AliExpress, Alibaba, դրանց հետ գոնե աշխատեիք, որ Չինաստանից եթե ապրանք պետք է առնեն, թող հենց ուղիղ AliExpress-ից առնեն։ Դուք ոչ մի բան չեք արեք։ Ձեր մոտ սա ռուսական է, Viber-X,
բան Amazon-ի տեղը կամ հենց այդ նույն AliExpress-ը, որ կարողա Չինաստանից ապրանք բերի, ոչ մի բան չեն արել։ Մի խոսքով, այդ Amazon Alibaba-ը, Alibaba-ի տեղը, չգիտեմ, Viber-X, Uber-ի տեղը, չգիտեմ, Yandex, նորմալ կամպանիաների տեղը սա ռուսական, կաբելը ռուսական, հեռախոսը ռուսական, ինտերնետը չգիտեմ, երևի էլ է ռուսական, Աստված գիտի։ Հələ բանը խոսույթներ կան, որ ինտերնետը вообще ադրբեջանական է կամ թուրքական է, էս էլ պետք է հələ պարզաբանի։ Սա չեմ ես հաստատում, բայց որ հեռախոսի կամպանիաներ, տաքսու կամպանիաներ, չգիտեմ, sense առևտրի կամպանիաներ սա ռուսական են ու դուք ոչ մի բան չեք արել, 8 տարի կառավարություն եք, դուք չեք կարացել մի հատ նորմալ ինչ-որ կամպանիաների հետ կոնտրակտներ անեք, նորմալ աշխատեք, գան, պայմաններ առաջարկեք, որ sense մենաշնորհ չլինի։ Մի կարող է բանը Yandex-ն էլ անջտեն, մարդիկ չկարանան տաքսի կանչեն, ինչա որ իրանց ուզած խամաճիկները գան Հայաստանի իշխանությունը գրավեն։ Հա, կարող է։ Էս դուք սաղ թերացել եք, այս հարցերը ձեր թերություններն են։ Այս սրա համար պետքա պատասխան տաք ժողովրդին։ 8 տարվա ընթացքում հիմի ելել եք ասում եք խաղաղություն, էլի խաղաղություն։ Իհարկե բոլորս ուզում ենք խաղաղություն, բայց մի հելեք ասեք մենք առաջ ենք, իրանք էլ են առաջ, մենք առաջ չենք, մի երկու հատ տեղա որ առաջի, մի հատ տեղ կար առաջի քանենք տվինք, ասենք սահմանազատում, այն եկա տեղերը, որ իրանք առաջ են, ոչ մի բան չկա, այն դիրքն էլ հանիք տվիք, հիմի ահա հայկական բանը բնակավայրը ուղիղ նշանառության տակ մնաց թուրքական ուժերի։ Ես զարմանում եմ ուղղակի, ես զարմանում եմ։ Կամ Մասիս Սարը ինչի եք հեռացնում բանը պասպորտից։ Ես նորից կրկնում եմ, բանը ազնագիրը շատ լավ եք սարքել, ես բան չունեմ ասելու։ Մնացած ամեն ինչում շատ լավն է, հայկականությունը հիանալի է, որ ասում հայկական հոտ է գալի մեջից։ Բայց ինչի պետք է լինի խոր վիրապը առանց Արարատ լեռի։ Ասում ա գիտեք ինչքան Արարատ լեռը կա։ Ես իմ 70 քանի անգամ, որտեվ մեր զինանշանը, հայ ձեռները ճարելներ էդ էլ կհանեիք։ Իմ մոտ է ձևի տպավորություն է։ Դուք չափից դուրս ինչ-որ զգայուն եք դարե, վախկոտ եք, դա վախկոտություն չի, այսինքն դա ինչ կա վախենալու, դա դաժե տարածքային պահանջ չի։ Էդ ախպեր, մեր երկրից Մասիսն է երևում, ինչ անենք։ Վարակույր կախենք։ Բռնել եք գոնե խոր վիրապը չդնեիք, ուրիշ բան դնեիք, ասեինք հա լավ, խոր վիրապը չկա դե։ Դուք ձեր գլխին բազարներ եք սարքում։ Դուք ձեր գլխին բազարներ եք սարքում ու այս, այսինքն արդարացում չկա ստե հասկանում եք, չէ, մարդ չի կարա քեզ արդարացնի, դաժե որ ուզենա էլ չի կարա արդարացնի։ Ձեզ ավելի ճիշտ։ Էսի սենց։ Հիմա այդանք բանը, մի հատ մարդ տեսա, սիրելի բարեկամներ, որ մթում Ադրբեջանի այդ պաշտոնյայի, չգիտեմ, համադասարանցի է, ինչա, Արարատ անունով։ Ուրեմն ասում է, գիտեք, ասում է, Շահենը, դե ինչ որ Հայաստանում իրան այդ Ադրբեջանի պաշտոնյային Շահեն են ասում է, Շահենը եղել է մեր համադասարանցին, չգիտեմ, քիչ էր մնում ընդ պապազեր վրով թռներ, մի կարոտել ենք, սիրում ենք, հա, ասենց ինչ որ բաներ էր համայրա խոսում, տենամ, դե թամ ձեռը սխմեմ, մեր դպրոցի ամենալավը, իրա նկարը հանել էին պատից, ես կռիվ էի անում, ինչի եք իրա նկարը հանե պատից, արա թուրքերը նստած, ամի լսի, Արարատ, ինչ մարդ են սրանք, թուրքերը նստած երազում են ոնց հանեն, որ հայկական պետականությունը չլինի, թուրքերը նստած մտածում են ոնց հանեն, որ հայերը թողեն գնան, եթե չգնան էլ, հա, ցեղասպանեն, չտեսան Արցախում ինչ է լավ, Արարատ, չտեսար ինչ եղավ Արցախում, ընդ մի հատ հայ չեն թողել, հայկական եկեղեցիներն են ավիրում, հայկական մշակույթն են ավիրում, ասում է, ես գիտեմ ինքը զգացմունք ունի մեր գյուղի հանդեպ, ինքը գար, ես տո մի հատ իրան, չգիտեմ, գրկեի, սիրեի, համբյուրեի, այ այս տեսակ մարդիկ, այն որ ասում են միաբջիջ ես են, այն որ ասում են միաբջիջ ուղի իմաստով, այն որ իրանց լավն ու վատը չգիտեն, այն որ իրանց արժեքը, իրանց տեղը չգիտեն, ես զարմանում եմ, ես անգամ խոսքեր չունեմ, էսի սենց, որ էլ ուրիշ բաներ չասենք Արարատի հասցեին, ուրեմն հաջորդ թեման Եվրոպայի խորհրդարանը
հա, բանաձևերը ընդունե, ավճիշտ բանաձևը ընդունե, որտեղ որ հայտարարել է նախ Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Ուրեմն Ալեն Սիմոնյան լսիր, Եվրոպան ասում է, այդ զորքերիդ, այդ որ տենց կարմիրով ցույց տվեցի, հանի Հայաստանի տարածքից։ Ես չգիտեմ, ձեր մոտ ինչ որ քալ լռություն ա, ձեն չեք հանում, էլի վախեցել եք, չգիտեմ, ես ինչ պամպերսային քաղաքականություն է, ես չեմ հասկանում։ Ուրեմն Ադրբեջանում մի հատ հիսերիա է, ես էլի ասում եմ ու ժողովուրդ ջան, Ադրբեջանը հետ չի թալու ոչ մի տեղից։ Ինքը ընդհանրապես ցանկություն չունի ոչ մի տեղից ոչ մի քայլ է թալու։ Իրանք հակառակը ամեն կերպ ամեն ինչ անելու են, որ այդ սահմանազատումը ինչա է դրանք չլինի։ Իրանք ամեն կերպ անելու են, որ հարմար պահը գա, աշխարհը մի ձև երբ որ խառնվի իրար, իրանց համար հարմար պահ լինի, ու այս դիրքերն էլ որ տավել են սենց սարերի գլխերին, դրանք նենց հարմար տեղեր են, որ վաղը մույսօր կարողանան իրանք հանգիստ առաջ շարժվեն։ Իրանք ոչ մի տեղից ոչ մի քայլ հետ չեն եթալու։ Էսի հիշեք, կարողա ձևական մի դիրք, բան, խափելով, բան, սենց ինչ որ անիմաստ տեղեր, որ ռազմական նշանակություն չունի իրանց համար, սենց տան, որ սենց մթոմ սրանք էլ են ասին, դες մի հատ դիրք են գվիկալ։ Սրանք չեն եթալու։ Չի լինելու տես բան, մոռացեք։ Ուրեմն Եվրոպայի այդ խորհրդարանը հա, Եվրոպայի այդ խորհրդարանը հայտարարել է, որ պետք է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, գերիների վերադարձը, Արցախի ժողովրդի անվտանգ վերադարձը ու Արցախում հայկական մշակույթի հետ վանդալիզմային այդ քայլերը դատապարտել են եւ այլն։ Բանը, իսկ Նիկոլ Փաշինյանը ասում է, պատկերացրեք, որ մի օր մենք վերադառնանք Արցվաշեն, թե ոնց է վերադառնալու Արցվաշեն, ինքը եթե քեզի Արցվաշենը տա, այն անգլավներն էլ ինքն է ուզելու։ Ես այդ պահը չեմ հասկանում, կամ այդ որ ճանապարհով ես էթալու Արցվաշեն։ Պետք է ընդ կամով ապրելու։ Պատկերացրա տնից դուրս ես գալի, ուզում ես միանաս մայր Հայաստանին, ամեն անգամ պետք է եթաս ադրբեջանական կոնտրոլով անցնես, մտնես Հայաստան, մի հատ հայտարարակ վիճակ է։ Դա չլնող բան է։ Դա չլնող բան է։ Չի լինելու տես բան, մոռացեք։ Սա պրոստը սուտ է, ուրիշ բառեր չօգտագործեմ, սա սովորական սուտ է։ Ուրեմն Եվրախորհուրդը ասում է սենց հայկական եկեղեցիները մշակույթը վերանում է, Նիկոլ Փաշինյանը ասում է, գիտեք ինչ կա, ասում է, Արցվաշենում բա որ մսկիթ կառուցեն, մենք էթանք ընդե, բայց մսկիթ ինչ պետք է անենք։ Դուք, չգիտեմ, մեր վրա կամ կայֆավատ եք ելնում, կամ ես բառեր չունեմ ձեզ ասելու։ Ես նորից կրկնում եմ, եթե մենք շատ հարցերում ձեն չենք հանում, որ ռուսական էս դավաճանական ուժերի ջրաղացին ջուր չլցենք, սա չի նշանակում, որ դուք պետք է հելնեք եւ այսպիսի հայտարարակ հայտարարություններ անեք։ Դուք ձեզ փնովում եք։ Էս էլ սեն ժողովուրդ ջան, ես իհարկե փորձեցի լինել հնարավորինս չափի զուսպ, առանց էմոցիաների, առանց ավելնորդ բառերի, բայց հա իրականություն է։ Հերիքա մանիպուլացնեք մեր ժողովրդին, կապ չունի անդիմություն ես, իշխանություն ես։ Վերաբերվեք մեր պետականությանը որպես սրբություն, որտեղ ես նորից կրկնում եմ, հայ ժողովուրդը, մանավանդ մեր պապերը 900 տարի պետականություն չեն ունեցել եւ երազել են պետականություն ունեն, հազիվ ունեն, այն էլ Աստված գիտի մեր բաները ընդհանուր առման բոլորի մասին է խոսքը էլի, անկախությունից ի վեր չգիտես ինչով են զբաղված։ Այսօր այսքանը, ստեսություն, հաջողություն։